Այ ժողովուրդ ջան, իրոք այս խմել ղեկին նստելը պատուհաս է դարձել սաղիս գլխին։ Անուղեղները կոկոները տաքացնում են ու գցում իրենց մեքենան, առանց մտածելու, որ կարող են ոչ միայն իրենց, այլև ուրիշների գերեզմանափորը դառնալ։ Թե ինչ տեղի ունեցավ գիշերվա միլիոնին Արմավիրի մարզում քիչ անց։ Իսկ մինչ այդ խոսենք, Արմավիրին հարևան Արարատի մարզում էլի գիշերվա միլիոնին տեղի ունեցած սարսափի մասին։ Իսկ սարսափի անունը հրդեհ էր, որը նաև դրական կողմ ունեցավ։ Հիմա կասեք, Շամշան, կարողա գժվել ես, ոնց կարող է հրդեհը դրական կողմ ունենա։ Մի շտապեք, ժողովուրդ ջան, հեսա, կասեմ ոնց։ Երկու հոգու տարհանել են, չէ՞։ Հե, հաշմանդամի սայլակը տեսնելով հասկացաք, թե ինչ նկատի ունեի, ասելով դրական կողմ։ Բանն այն է, որ կես գիշերից կես ժամ անց Սուրենավանի Աբովյան 67 հասցեում ծագած հրդեհի ժամանակ ներսում գտնվել են հաշմանդամ երկու քաղաքացիներ, ու մինչև կժամանեին Վեդիի, Արարատի, Արտաշատի հրշեջները հարևաններն են վտանգելով իրենց կյանքը կրակի միջից բառացիորեն դուրս բերել հաշմանդամներին։ Ավելի ստույգ կարողացել են պատուհանից մտնել ներս, անօգնական երկու քաղաքացուն դուրս բերել, ապա պայքարել կրակի տարածման դեմ։ Հալալա տղերք ջան, քեֆը տալիս է, երբ նման բաներ ես լսում։ Հա կարա փոքվի։ Դե արդեն քիչ անց հրշեջներն էլ կանխել են կրակի տարածումն ու ապա մարել այն։ Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է տանիքից մոտ 80 քառակուսի մետր հատված եւ դրսում եղած ամբողջ գույքը։ Գյուղացիներն ասում էին, որ ընտանիքը սոցիալապես անապահով է։ Այդ երկու քաղաքացիներն էլ ունեն հաշմանդամության կարգ։ Մեկի երկու ոտքերը անդամահատված են եւ ուզում էին հավատալ, որ Արարատի մարզպետարանն ու Վեդիի խոշորացված համայնքի ղեկավարը օգնության ձեռք կմեկնեն այս ընտանիքին։ Հավատն ու հույսը, իհարկե, ինչպես ասում են, վերջինն են մահանում, բայց դե ինչ իմանաս, գուցե հաշմանդամներին օգնեն։ Թոմա ջրի նոր քանդի։ Եթե հարևանները չօգնեին հաշմանդամներին եւ թեկուզ մեկը դառնար կրակի բաժին, կստացվեր, որ այս տեսանյութում միայն ողբերգական դեպքեր ենք ներկայացնում։ Ճիշտ է, մի քիչ դաժան ու ցինիկ հնչեց, բայց դա է դառը իրականությունը։ Այո, մնացած դեպքերը ողբերգական ավարտով են։ Սկսենք ժամը 19:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզում ավելի ստույգ Երևան-Մեղրի ճանապարհի 140-րդ կիլոմետրին տեղի ունեցածից։ Միզո իրեք վիրավոր չէ։ Էնի Կիայա էս ինչ ավտո է։ Լադա։ Սենց լադա է ալնում։ Եղեգնաձորն չէ՞ տա, թե Վայքի Իվան։ Եղեգնաձորի բկը։ Բայց ոնց որ սկորին մեկին տարավ Երևան։ Ինչպես կարելի է եզրակացնել կադրերից, Լադայի եւ Կիայի բախումը եղել է ճակատային։ Նայում էի Լադայի վրա ու լացս գալիս էր։ Տնաշենը նենց էր խեղճացել հարվածից, որ այսպիսի տեսք ու դիրք էր ընդունել։ Դե այլ բան ակնկալել էլ հնարավոր չէր։ Մի հլը ասեք Լադա ու ամեն ինչ կգա իր տեղը։ Ուստի, երբ պարեկները ասացին, որ վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, երեքին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Վայոց ձոր բժշկական կենտրոն, ընդհանրապես չզարմացա։ Եվս մեկ անգամ ուզում ենք հորդորել, խնդրել, բաղատել, որ զերծ մնացեք խորհրդային ու ռուսական արտադրության մեքենաների շահագործումից։ Այ մարդ, այդ անտերները չարիք են էլի։ Իհարկե, կարող եք ասել, թե գուցե Կիանա մեծ արագությամբ դուրս եկել հանդիպակաց ու այդ կարգի բախումը կարող են լուրջ վնասներ հասցնել նաև արևմտյան արտադրության մեքենաներին։ Համաձայն եմ, բայց դե փորձս ուսանում է, որ ռուսական արտադրության մեքենաները անվտանգային տեսանկյունից առավել խոցելի են։ Լարեն տեսել, հա։
Հենց Երևանի քաղաքապետարանին մի թթու խոսք ենք ասում կապված այս կամ այն փողոցի լուսավորության բացակայության հետ, միանգամից սվիններով են դիմավորում, թե բա մեռանք ստեղ ընտեղ լեդեր քաշելով, հիմա մի փողոց էլ կարող է հասցրած չլինենք։ Ինչի եմ այս մասին ասում։ Դե որովհետև մարզերում շատ ավելի սարսափելի վիճակ է, ու ոչ մի արդարացում չի կարող այն փրկել, առավել ևս, եթե չլուսավորվածության պատճառով մարդ է մահացել։ Արտաքին լուսավորություն եղել, հա? Անջատածա չէ եղել։ Ժողովուրդ ջան, տեսնես, որ ես իմ պրոժեկտորը չբերեի, այս իրավապահները ինչ էին անելու, ինչ պիտի անեին։ Պիտի փրկարարներին խնդրեին, որպեսի հետները դվիժոկ բերեին, թե չէ չեն կարողանալու աշխատել։ Ու մենք խոսում ենք Երևան-Երախ ճանապարհի մասին։ Ումա պետք ձեր արած ռեմոնտը, եթե չկա լուսավորություն, եթե այս Մերսեդեսի 30-ամյա երևանցի վարորդը չպիտի տեսնի Սյունեցի 66-ամյա հետիոտնին։ Իսկ դատելով մեքենայի դիմապակու վնասվածքից պարզ երևում է, որ վարորդը այո, հետիոտնին չի նկատել։ 66-ամյա Ռազմիկը տեղում մահացել էր։ Մերսեդեսի վարորդ 30-ամյա Վահեն փախուստի չէր դիմել։ Ահազանգել էր շտաբօգնություն, բայց Մասիսի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է սթափ, այսինքն եթե առաջնորդվում ենք բացառման սկզբունքով, պարզ է դառնում, որ մահացու ելքով վրայաթի պատճառը լուսավորության բացակայությունն է եղել։ Հիմա անդրադառնամ այն երևույթին, որի մասին սկզբում խոսեցի։ Խոսքը խմած քշելու մասին է։ Չեք հասկանում պարզ ճշմարտությունը, որ եթե խմած նստում ես ղեկին, կարող է նենց բան անես, որ հետագայում սաղ կյանքդ զղջաս։ 34-ամյա Վազգեն, քեզ մոտ ինչ է, միայն տարիներն են անցել։ Չես հասկանում, որ մանավանդ ընտանիքի անդամներին տեղափոխելու համար պետք է կրկնապատկեր զգոնությունդ ու պատասխանատվությունդ։ Փաստորեն չի հասկացել։ Ու Արմավիրի մարզի Աղավնատուն բնակավայրի տարածքում ոչ տարել ոչ բերելա դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին եւ կողաշրջված վիճակում հայտնվել ծառի մոտ։ Վիրավորը երեխենա մահացած իրա պապան։ Խիթուր եկի ասել։ Այդ դետալները սա հավաքենք է, դա լրախոսի բան է երևի։ Էնականջակալն է ինչն է, հա։ Ինչպես տեսնում եք, Օպելը հայտնվել է Ուրենու մոտ, որին հաճախ լացող Ուրենի են անվանում։ Բա լացելու բանը, բա ինչա, բանն այնն է, որ Օպելում բացի վարորդից գտնվել են նաև 38-ամյա Կարենն ու 16-ամյա Հովանեսը, որոնց իմ նկարահանման ժամանակ ասացին, թե տեղափոխել են հիվանդանոց։ Ճանապարհին, սակայն, Կարենը գիտակցության չգալով մահացել է։ Հովանեսի վիճակն էլ լավագույններից չի եղել։ Նրան Էջմիածին բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Ինչպես քիչ անց պիտի պարզենք, մահացած Կարենը վիրավոր Հովանեսի հայրն էր։ Ասացին նաև, որ վարորդին 34-ամյա Վազգենին ենթարկել են սթափության փորձաքննության ու պարզվել է, որ եղել է ոչ սթափ, խմացության ամենաբարձր աստիճանի։ Սա էլ բավարար չէ, հաշվառված է եղել նարկոդիսպանսերում։ Այ տղա, դու ինչ գործ ունես մեքենայի ղեկին, որ մի հատ էլ մարդու մահվան պատճառ ես դառնում։ Իրոք, ստեղ խիարը թարս է բուսնում։ Մայ այրան հետ չեն։ Իսկ դրսում են իրանց հայտնաբերե թե մայ անվահեցանը կոտրվել է։ Տանդախ շեկելի 5 րոպե ուշ հասեք, բայց հասեք էլի։ Ասում ես նայ հա արտնտիր ճանապարհ այնտես երթևեկության նշաններով ցուցանակները բան սաղ դրածա։ Ու էլի քրեական պատմություն, ու էլի սպանություն։ Այս ոստիկանները ճիշտ կանեն, հետս ընկերություն անեն, որովհետև այսքան տարիների ընթացքում այնքան բան եմ տեսել, որ կարող է հանցագործության վայրում այս ու այն կողմ մի թռուցիկ հայացք նետեմ ու միանգամից գլխի ընկնեմ, թե ինչ է կատարվել։ Հիմա կասեք լավ էլի մի գլուխ գովա Շամշան, Շերլոկ Հոլմսը չես, որ դեդուցկիայի մեթոդով սաղ պարզես, բայց դե ժողովուրդ ջան, փաստերով եմ խոսում։ Էս էլ կոնկրետ օրինակը։ Ահա
Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Համոսայան փողոցի մեկի տներից մեկում ենք։ Կեսօրին մոտ իրավապահները ահազանգ են ստացել, թե տանը տղամարդու դիկա։ Հասնելով դեպքի վայր, ննջասենյակում մեջքի վրա ձեռքերն ու ոտքերը կապված վիճակում հայտնաբերում են տանտիրոջ դին, մարմնի տարբեր հատվածներում վնասվածքի հետքերով։ Տունն էլ ամբողջությամբ տակնուվրա է արված։ Ու երբ պարզեցինք, որ սպանվածը վերնիսաժում էր աշխատում եւ զբաղվում էր թանկարժեք իրերի արք ու վաճառքով, մոտս կասկած չմնաց, որ նրան թալանել են ու սպանել։ Մինչդեռ իրավապահները այս վարկածը առանձնային չէին համարում, թերևս մտածելով, որ լիքը արժեքավոր իրեր կային տանը։ Ձեր խոնարհ ծառան էլ ասեց, որ այդ իրերը թողել են, որպեսզի ավազակության կամ կողոպուտի վերաբերյալ կասկածները փարատեն։ Ժամանակը ցույց տվեց, որ ես ճիշտ էի։ Հեսա տես գոց։ Մանրամասն նկարագրելով գալիս ենք։ Ես սրանցից սաղ պետք է գենետիկա հանեմ։ Լավ, հիմա մի հատ սաղ դեպքի վայրից դուրս ենք գալի։ Պարզվում է, որ լավ էլ կազմակերպված կողոպուտ է եղել։ Միայն թե կողոպտիչները հաշվի չեն առել, որ 55-ամյա Մարատ Սուվորովը կարող է դիմադրել, եւ ուրեմն ըստ մեր տեղեկությունների 2024 թվականի օգոստոսի 7-ին քաղաքացի Փարեն Ավետիկյանի տնից գողացված իրերը վաճառելու նպատակով Սուվորովի հետ են ծանոթանում 58-ամյա Վարամ Ավետիսյանն ու 35-ամյա Արամ Օհանյանը։ Վաճառելով Սուվորովին գողացված իրերի մի մասը, որոշում են նաև Սուվորովին թալանել։ Մի եկա կոմբինացիա են մտածում, որի մանրամասները նախաքննության շահերից ելնելով չենք ներկայացնի, եւ ընտրելով ճիշտ պահը այցելում են Սուվորովին, կապում վերջինին, ինչի ժամանակ Սուվորովը փորձում է դիմադրել, կծել Ավետիսյանի ձեռքի մատները, որից հետո Ավետիսյանն ու Օհանյանը Սուվորովին պատճառում են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, որից հետո գողունի մի մասը վերցնում եւ հեռանում են։ Ի պատիվ քրեական ոստիկանների ու արաբկիրի քննիչների ասեմ, որ սահմանը լքելու ժամանակ տականքները ձերբակալվում են։ Այ էսա, ինչը ձեռք չի բերվում հալալ քրտինքով, վերջում նման ճակատագրի է արժանանում։ Եվ վերջում երեքշաբթի տեղի ունեցած դաժան պատարի մասին։ Այն մարդ, որ ասում եմ շտաբօգնության մեքենան թթութան չի, ամեն վարորդի քշելու բան չի, չեք հավատում։ Հստակ ասում եմ, ժողովուրդ ջան, շտաբօգնության մեքենաների վարորդները պիտի տիեզերագնացների նման պատրաստվածություն ունենան ու նաև նույնպիսի հետազոտություններ անցնեն։ Թե չէ յուրաքանչյուրն էլ կարող է ավարի, դու ասա վերջը լավ լինի, իսկ վերջը այս դեպքում հեչ լավ չէր։ Եվ ուրեմն դեպքը տեղի է ունեցել առավոտյան 5:40-ի սահմաններում, Թամանցիների փողոցում, գործարանային մետրոյի հարևանությամբ, շտաբօգնության մեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը, երբ հասա դեպքի վայր, վարորդին, բժշկին ու բուժքրոջը ծայրահեղ ծանր ախտորոշման մարմնական վնասվածքներով պարեկներն ու քաղաքացիները տեղափոխել էին հիվանդանոց։ Մոտավորապես պատկերացնում եմ վիճակը, ավելի շուտ հակավիճակը, երբ սովորաբար շտաբօգնությունն է օգնության հասնում, հիմա շտաբօգնությանն են օգնության հասել։ Ցավոք վիրավորներից մեկի 68-ամյա բժշկի կյանքը փրկել չհաջողվեց։ Հիվանդանոցում գիտակցության չգալով նա մահացավ։ Հիմա եթե պարզվի, որ ինքնավթարի հիմքում վարորդի ֆիզիոլոգիան է եղել, ասենք քնել աղեկին, հիշեցնեմ, որ դեպքը առավոտյան 5:40-ի սահմաններում է եղել, չեմ զարմանա։ Իհարկե, կարևոր է, որպեսզի վարորդները պինդ առողջություն ունենան, բայց նաև խնդիրը պետք է դիտարկել շտաբօգնության ծառայության գործունեության համատեքստում, մասնավորապես հասկանալ վարորդների աշխատանքային գրաֆիկը, ինչն էլ կփորձենք անել առաջիկայում։ Ցավակցելով մահացածի հարազատներին, շուտափույթ ապաքինում ենք ցանկանում վիրավոր բուժքրոջն ու վարորդին։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։